գործիչները տեղի ունենում մեր երկրում։ Եվ այսպես, մեթոդաբանության մասին, հետազոտության մեթոդը հեռախոսային հարցումների քանակը 1001, հետազոտության ընտրանքի սխալը 3% եւ հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5 ժամանակահատվածում է տեղի ունեցել եւ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն։ Ավելի մանրամասն մեթոդաբանություն ներկայացված է, ես նյութերը ձեզ տալու եմ, կարող եք ծանոթանալ։ Անցնենք հարցերին, թե դեմ չեք, հետո վերջում կպատասխանեմ նյութերը հարցերին։ Որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչներին, ինստիտուտներին։ Հայաստանի Հանրապետության բանակ 63.4%-ը նշել որ լիովին հավանություն է տալի եւ 18.4%-ը նշել որ ավելի շուտ հավանություն է տալի։ Ընդհանուր առմամբ 81.8%-ը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության բանակ։ Հայ առաքելական եկեղեցի 63.3%-ը լիովին հավանություն է տալի եւ 14.4%-ը ավելի շուտ հավանություն է տալի եւ շատ գեղեցիկ համադրություն կա 77.7%-ը դրական տիրույթում է գնահատել հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան 38.9%-ը նշել է որ լիովին հավանություն է տալի գործունեությունը եւ 29.1%-ը ավելի շուտ հավանություն է տալիս, սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե համեմատենք այլ գործիչներին։ Նաև ունենք բարձր ցուցանիշ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար գործարար բարերար Սամվել Կարապետյանին, ընդհանուր առմամբ մոտ 54%-ը դրական են գնահատել, եթե ավելի մանրամասն այն 31.6%-ը գնահատել է լիովին դրական հավանություն է տալի եւ 22.3%-ը նշել է որ ավելի շուտ հավանություն է տալիս։ Եվ եւս 50%-ից ովքեր բարձր դրական տիրույթում է գնահատվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան 27.2%-ը լիովին հավանություն է տալի նա գործունեության եւ 23.3%-ը ավելի շուտ հավանություն է տալի։ Մյուս գործիչները ավելի նվազ դրական պատասխաններ են ստացել, բայց այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի գնահատականներին, ընդ որում ոչ թե դրական կամ բացասական գնահատականներին, այլ 27.1%-ը, գրեթե 1/3-ը նշել են, որ չեն ճանաչում դա ով է։ Սա եւս կարծում եմ ցուցիչ է եւ գնահատական նրա աշխատանքի նրա դերակատարման։ Վերջին 2 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդեն 3-ից ավելի պատարագների, որոնք իրականացվել են հայ առաքելական եկեղեցու կողմից կարգալույց արված քահանաների կողմից։ Ինչպես է գնահատում այդ երևույթը։ 23.4% նշել է որ լիովին դրական է գնահատում, 13.7% նշել է որ ավելի շուտ դրական է գնահատում, 11.1% նշել է ավելի շուտ բացասական է գնահատում այդ երևույթը եւ 39.3% նշել է որ լիովին բացասական։ Եվ 12.6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, մենք տեսնում ենք որ 50%-ից ավել մենք ունենք ցուցանիշ, ովքեր որ բացասական են գնահատում այդ երևույթը, ըստ երևույթի 12.6%-ը, որը որ դժվարացել է պատասխանել, ես կարծում եմ եւս կարելի է դասել է բացասական ավելի շատ հատվածությանը, քան թե դրական վերաբերմունք են այս երևույթին։ Ճանաչում եք, գիտեք արդյոք հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, սա շատ հետաքրքիր հարց էր եւ շատ հետաքրքիր պատասխաններ եմ ստացել։ Ճանաչում եմ, գիտեմ, լիդերներն են 2 քաղաքական գործիչները, Նաիրա Զորաբյան 91.9%-ը ճանաչում են եւ Վարդան Ղուկասյան Դոկ նշել է 90.7%-ը։ Ուզում եք մի րոպե պաուզա տանք, հա, չէ մեր հարգարժան գործընկերները։ Հա, լավ, շարունակենք, եթե մենք առանձին կանանք։ Նորից այս հարցի վերադառնանք, երկրորդ էշելոնը, հա, ճանաչվածության առումով, դա 84.5% ցուցանիշով Էդմոն Մարուկյանն է, 82.2% Արտուր Վանեցյանը եւ Արմեն Աշոտյանը 81.2%-ով եւ նրանցից ավելի ցածր ցուցանիշով, բայց բավականին կարծում եմ լավ ճանաչվածություն է իրենց համար։ Արման Թապոյան 63.1%,
Անջանիկ Թևանյան 50.3%, Էդգար Ղազարյան 37.9%, Սուրեն Սուրենյան 36.1%, Գուրգեն Սիմոնյան 30.1%, և Հայկ Նահապետյան նշել է 28.8%։ Այստեղ պետք է ասեմ, որ այս ցանկը առաջադրվել է մեր կողմից, եթե հարց է ծագեն, թե ինչի այլ գործիչներ կան կամ չկան, այս ցանկը մեր կողմից է, մեր թիմի կողմից է նախանշվել և առաջարկվել, որպեսզի հասկանանք, որքանով են ճանաչված կամ նվազեն ճանաչված այս գործիչները։ Այս հարցից հետո այն մարդկանց, ովքեր որ ճանաչել են, ասենք մարդ կա, քաղաքացի կա, կարող է ճանաչել 3 կամ 4 կամ 5 քաղաքական գործիչ, ում որ ճանաչել են, խնդրել ենք գնահատի, թե ինչպես է վերաբերվում այդ գործիչին։ Այստեղ ուշադրություն դարձրեք, կրկնում եմ, առաջատարները Նաիրա Զորաբյանն և Վարդան Ղուկասյանը կուսակցությունից և Էրմոն Մարուկյան 84%, Արթուր Վանեցյան, Արմեն Աշոտյան 78%-ից ավել։ Եվ որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, գնահատել են այն հարցերին, ովքեր նախորդ հարցում նշել են, որ ճանաչում են ճարտարապետը։ Եվ այսպես դրական տիրույթում ամենաշատը գնահատվել է Արման Թաթոյանը իրեն ճանաչողների մեջ, 21.7%, ասել որ լիովին հավանություն է տալի եւ ավելի շուտ հավանություն է տալի 22.5%։ Գուրգեն Սիմոնյան 20.3% եւ 17.3% դրական տիրույթում, Էդգար Ղազարյան 16.2% եւ 20.2% էլի դրական տիրույթում եւ Վարդան Ղուկասյան 16.1% եւ 13.8%։ Այս առումով, որ մենք նայում ենք Վարդան Ղուկասյանի ցուցանիշը համեմատելով իր ճանաչվածության հետ, ինքը այդ առումով շատ դրական տիրույթում գնահատական ստացած քաղաքական գործիչը առաջարկվածներից։ Հայկ Նահապետյան 15.6% լիովին հավանություն է տալի եւ 19.8% ավելի շուտ հավանություն է տալի։ Մնացածների ցուցանիշները դուք եւս կարող եք նաեւ ուսումնասիրել, բայց սա կարծում եմ շատ հետաքրքիր ցուցանիշ է նաեւ այս գործիչների համար, որովհետեւ իրենք կտեսնեն եւ իրենց ճանաչվածությունը եւ թե ինչպես են վերաբերվում իրենց որպես քաղաքական գործիչ։ Երկու պարագայում են, նրանք կարող են աշխատել իրենց այդ ցուցանիշների վրա եւ ունենալ փոփոխություն, դրական թե բացասական, փաստորեն հետագա մեր հետազոտությունները։ Մեր արդեն ցավոք սրտի ավանդական դարձած հարցերից ձեր կարծիքով այսօր Հայաստանում կան արդյոք բանտարկյալներ։ 61.3%-ը նշել է, որ այո կան, անցած ցուցանիշը 62%-ն էր, դեռ բան չի փոխվել։ 23%-ը ասում են, որ ոչ չկա եւ 15.7%-ը դժվարում է պատասխանել այս հարցին։ Եվ այդ 61%-ին մենք խնդրում ենք ասել, եթե ասում եք, որ կան բանտարկյալներ, ովքեր են նրանք։ Նրանցից 64.9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է, 36.2% նշել որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է, Միքայել arczepiskopos Աջապարյանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք որ հասկանանք, 19.4%-ն է, Նարեկ Սամսոնյան 4.7%, Լիդա Մանթաշյան 4.7%, խնդրում եմ վերադառնալ եւ հիշեք ժամանակահատված հետազոտության, այն ժամանակ կարծեմ դեռ այդ ազատումը չէր դեռ ունեցել։ Վազգեն Սաղաթելյան նշել են 3.2%, Դավիթ Համբարձումյանը 2.9% եւ դեռ 1.4%-ը նշում է Արմեն Աշոտյան։ Այստեղ հետաքրքիր բան է, որտեղ ըստ երևույթի Պարոն Աշոտյանը ազատության մեջ է, բայց եթե չեմ սխալվում, ոտքին այդ միջև դա կարծեմ տնային կալանքեր, հետո հիմա այդ բրասլետի արկայությունը կա, ինչ երևի 1.4% նշել է, որ Արմեն Աշոտյանը դեռ կա բանտարկյալ է։ Սա եւս մի քիչ բախուճ է, բայց փորձեմ բացատրել այս հարցը, վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին։ Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունից հետո։ Այնուհետև նոյեմբերի 22-ին, 2 օր հետո,
Մարզամերիկային համալիրում կայացած համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից որի հետ եք համաձայն, 3 դատողություն եք առաջադրել, եւ հասկանանք։ 7.3%-ը նշում է, որ Հայաստանի Հանրապետությանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, այսինքն համաձայնվում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս նախաձեռնության հետ։ 20.7%-ը նշում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ, եւ 57.1%-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Մենք այստեղ բերել ենք նաև նախորդ փուլերի տվյալները, երբ որ մենք անդրադարձել ենք այս խնդրին, փետրվար 25, հուլիս 2024 եւ հունվար 2024, եւ տեսնենք ամենանվազդ ցուցանիշը երբ է եղել է հուլիս 2024 թվականին եւ բերել ենք նաև այն ժամանակվա հարցի ձևակերպումը, թե ինչ իրադարձություններից հետո ենք մենք դա հարցրել։ Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Այդ պարագայում, երբ որ մենք հարցրել ենք այդ հայտարարությունից հետո, միայն 3.3%-ն ասել, որ պետք է դա համաձայնել, այսինքն այդ Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող մեսիջները հստակ վերում են նրան, որ մեր հասարակության մեջ այդ հակազդեցությունը մեծանում է։ Հիմա նույն այս հայտարարությունները եւ այս վերջի 2-3 ամսվա ընթացքում գնալով հաճախակի այդ հարցի բարձրացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերել են եւս ցուցանիշի նվազմանը, տեսնենք հունվարի 24-ին, երբ որ միայն Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ պետք է փոփոխություն լինի, հունվարի 24-ին 13.4%-ը ասել են, որ միգուցե պետք է փոփոխվի սահմանադրությունը։ Բայց երբ որ կան այդ հայտարարությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մենք ունենում ենք նվազագույն ցուցանիշներ եւ նվազագույն համաձայնություն մեր հասարակությունը, որ պետք է փոփոխվի։ Այսինքն ես կարծում եմ, այստեղ նայեք հուլիսի 80.3%-ը նշել է, որ պետք է մնա անփոփոխ, որ մեր հասարակությունը մերժում է այդ արտաքին թելադրումները եւ սա պետք է հաշվի առնվի հետագա եւ իշխանության կողմից եւ նաեւ Ադրբեջանի կողմից, եթե իրենք ցանկություն ունեն իրականում խաղաղություն հաստատել, ապա իրենց կողմից են տոպելարում այդ նախաձեռնությունը։